Ինձ համար եռագույնը մի գույն է եւ երկու նկարումն են, որոնք տարբեր գույներ են, բայց եռագույն են։ Հիմնական կարմիր կապույտ բանը դեղինն է եւ մի հատ էլ այն մուտքի մոտ կա, էլի անկախության գույն է։ Արամ Մանուկյանի համար եռագույնը մեկ գույն ունի, դա է հենց անկախության գույնը։ Այդ գույնով ծնված կտավները ցուցասրահի պատերին են։ Անկախության հռչակագրի 35-ամյա տարեդարձը Մանուկյանը նշեց հենց այսպես՝ գրքի շնորհանդես եւ ցուցահանդես, որտեղ ներկայացված է 35 կտավ։ Մայրաքաղաքից հետո ցուցահանդեսի բացումը Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում էր։ Ցուցահանդեսի մասնակիցները հաճելիորեն զարմացած էին։ Ոմանց համար անակնկալ էր քաղաքական գործչին տեսնել այս պրիզմայից։ Անհավատալի բան էր, բայց երևում է, որ ինքը իրոք արմատներ լորեցի, որովհետև լորեցիները այդպիսի հատկություն ունեն, էլի բարի են, իրենք բնությունը լավ են տեսնում, դրա համար իրեն նկարները տեսնում են, նշեցին Սայրանի գործերի նմանությունը կա եւ մյուսներ։ Իհարկե ողջունում եմ այս ցուցահանդեսը ոչ միայն որպես գեղարվեստական արժեք, այլ որպես դաստիարակչական միջոց, որ կարելի է յուրաքանչյուր դժվարություն հաղթահարել միայն ու միայն ստեղծագործելով, միայն ու միայն արվեստով։ Նկարում է բնությունը, գեղեցկությունը, իսկ գեղեցկությունը բազմազան պիտի տեսնես, գույների մեջ պիտի տեսնես, հետևաբար նրա բովանդակությունը ծաղիկներն են։ Կյանքի սկիզբը, խորհուրդը դա է։ Իսկ ինչը դերտեց քաղաքական հասարակական գործչին իր ձեռքը վերցնել վրձինն ու գրիչը, մի դեպքում անկախության գույնով նկարել, մյուս դեպքում գրի առնել, փաստագրել Հայաստանի անցած բարդ ճանապարհը, անկախության հռչակագրի ընդունումից մինչև հետագա ռեֆորմներ։ 6 գիրք է գրել։ Մանուկյանն ասում է, մոտիվացիան այն մարտահրավերներն են, որոնք կարող են պատճառ դառնալ անկախության կորստի։ Վտանգված է հռչակագիրը, այն այսօր պաշտպանության կարիք ունի, նշում է նա։ Անկախության դեմ արշավանք են սկսել իշխանությունները։ Հետևաբար իր մեսիջը հետևյալն է. պետք է տեր կանգնել մեր անկախությանը։ Ով կմտածեր, որ 30 տարի անցնի անկախությունից ու հանկարծ կան մարդիկ, որոնք ձեռնոց են նետում անկախությանը, քո սկզբին, քո պատմությանը, քո ինքնությանը։ Եվ այդպես մի քիչ քաղաքականություն մշակույթը խաչվեցին, ես հայտնվեցի այդ կենտրոնում եւ հիմա այս ցուցահանդեսն էլ ես երբեմն անվանում եմ քաղաքականության եւ մշակույթի խաչմերուկում։ Այս այն բանն է, որ ես ասում քաղաքականությունից մաքրվելու համար գալիս էի արվեստ, հիմա արվեստից ստիպված նորից գնում եմ զայրանալու, մի քիչ ըմբոստանալու, բողոքելու, թե ովքեր եք դուք, ինչ եք ներկայացնում ձեզնից, որ հայ ժողովրդի պատմական ինքնության դեմ եք ելել։ Իսկ հասարակությունը պատրաստ է արդյոք դառնալ հռչակագրի, մեր ազգային արժեքների, մեր ինքնության պաշտպանը, եթե հանկարծ թմբիրից չարթնանանք, անկախության գույնը կխամրի, ասում է Արամ Մանուկյանը։ Ժողովրդին հարկավոր է այսպես թասիբի գցել, նամուսի բերել, ասել, որ եթե հանկարծ մեր պետությունը կորցրեց իր ինքնիշխանություն, դուք կորցնելու եք ձեր երեխայի ապագան, ձեր բարեկեցությունը, ձեր հանգիստ կյանքը եւ երկար ճանապարհ եք բռնելու դեպի Ռուսաստաններ, դեպի Ամերիկաներ։ Որտեղ թերացանք, որ կանգնեցինք նման իրողության առաջ, Արամ Մանուկյանի խոսքերով մեծամտացանք։ Մեզ թվաց, թե զիջումները մեզ համար ճանապարհ չեն, մեզ թվաց, թե քաղաքականությունը դա հեռու բան է, պետք է հերոս տղա լինել, գովալ, գլուխ գովալ, պարծենալ եւ Ղարաբաղն էլ մեր գրպանում դրած է։ Բայց լավատես է, կործանվողի, խեղդվողի բնազդով էլ ժողովուրդը կարող է բեկում մտցնել, որովհետև սերունդներին դժվար կլինի պատասխան տալ, թե բազում դժվարություններ հաղթահարելով, խորտակումից փրկվելով ու ափ հասնելով, ինչպես խեղդվեցինք ափում։ Այս տեմպով, այս արագությամբ մենք գնում ենք դեպի ոչինչ։ Մենք գնում ենք դեպի կորուստների ճանապարհով, մենք գահավիժում ենք օր-օրի, ամենօրյա ռեժիմով։ Ամեն օրվա ռեժիմով մենք ստրես ենք ապրում, կորցնում ենք պետականությունը, օր-օրի մենք մտնում ենք Ադրբեջանի թելադրանքի տակ, Հայաստանը օրակարգ չի թելադրում, Ադրբեջանն է հայկական օրակարգ թելադրում եւ մեր իշխանությունները կցորդ են, ուղղակի կցորդ են։ Իշխանությունները խոսում են 4-րդ հանրապետության ծնունդի, եկեղեցին մաքրելու եւ այն ժողովրդին վերադարձնելու մասին, իսկ Արամ Մանուկյանը հակադարձում է, այդ ամենը պատվեր է, արվում են քայլեր, որոնք բնաջնջում են մեր ինքնությունը, իսկ գինը գործող իշխանության վերարտադրությունն է։ Կա պատվեր, պատվիրատու եւ կատարող։ Բավարարվեք այդքանով, որ սա է տեղի ունենում։ Կա պատվեր։
իշխանություն ուզում ես պահես, քեզ ուզում ես աջակցենք ընտրվելու, եկեղեցին ոչնչացու, հռչակագիրը ոչնչացու, Արարատը հանի, կոնյակը համարի յաթրջի, արաղ, ամաչում ես։ Այդ իսպանական ֆենոմենն այնքան շատ է կրկնվում։ Ես ամաչում եմ ուրիշների համար, ուրիշ այլանդակություն անում, ես ամաչում եմ։ Այդ ֆենոմենը հիմա շատ է տարածվում։ Լավ, ես ինչքան կարամ ամաչեմ ուրիշների արածի համար։ Այս երկիրը ինչքան ամաչի մի մոլագարի արածների համար։